Ժորջա, նոր որոշում, ուրեմն շտապ օգնության հետ կապված 8 անգամ կարելի է անվճար ամեն անձի համար տարվա կտրվածքով կանչել շտապ օգնություն։ Եթե 8 անգամը գերազանցում է, 9-րդ, 10-րդ անգամ ամեն անգամվա համար 10,000 դրամ, ուրեմն պետք է անձը վճարի։ Մենք ասում ենք անվճար սարքեք շտապ օգնության մեքենան, որը մարզից բերում է հիվանդին դեպի Երևան, դուք հակառակը, ուրեմն վճարով եք սարքում ու ասում եք 8 անգամ իրավունք ունեք շտապ օգնության մեքենա կանչել։ 9-րդ անգամ 10,000 դրամ, եթե չունես, մի կանչի։ Այսինքն հիվանդ, տարես, թոշակառու, ես չգիտեմ, 8 անգամից ավել իրավունք չունես դու քեզ վատ զգալու, հիվանդանալու, շտապ օգնության մեքենան 10,000 դրամ է լինելու։ Լավ, սա ինչ որոշում է։ Սա ինչ տրամաբանությամբ է այս որոշումը, ուրեմն ընդունվել եւ ով է ընդունել։ Բնականաբար ընդունել է կառավարությունը, եւ սա իհարկե աբսուրդ է։ Այսինքն պետք է հիվանդին ասես 8 անգամից ավել, անգամ մտքովը չանցնի տարեկան հիվանդանալ, որովհետեւ 9-րդ, 10-րդ, 11-րդ ամեն անգամ կանչելու դեպքում 10,000 դրամ գրպանետ փող է սպահում, որ 10 շտապ օգնության համար։ Հերիք չի մարզից Երևան գալու համար ամեն կիլոմետրը 1000 դրամ է, եթե Երևանի շտապ օգնության մեքենան գալիս է մարզից բերում է Երևան, ուրեմն այդ աբսուրդից չպրծանք, հիմա էլ 8 անգամից ավել 10,000 դրամ, լավ էլի, այդ 10,000 դրամը թոշակառուն ունի որ տա, թոշակի քանի տոկոսն է, 36,000 դրամի քանի տոկոսն է, համարյա բանն է, կեսն է թոշակի պետքա տա, հա, 9 անգամ, 10 անգամ, 11-րդ անգամ սաղ թոշակը պետքա տա, որ շտապ օգնության մեքենա գա, որ մարդը ինչ անի, լավ, եթե 10,000 դրամ չունի, վատանա տունը, հա, եւ ինչ եք առաջարկում, ինչ անի։ Այս սա է, որ սոցիալական անարդարության մթնոլորտը Հայաստանում խորացնում է։ Ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, Ժորջան, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում այս աբսուրդի դեմ եւ ամենակարևորը պետք է լինի հանրային պահանջ, որ Հայաստանում հաստատվի սոցիալական արդարություն։ Հերիք է, Հայաստանը դառել է պաշտոնյաների համար երկիր։ Հայաստանում լավ ապրում են մենակ պաշտոնյաները ու օլիգարխները։ Ժողովրդի բյուջեն, պետական բյուջեն, որը որ գոյանում է ժողովրդի վճարած հարկով, ծառայում է միայն պաշտոնյաներին եւ օլիգարխներին։ Հերիք ու բոլեղավ, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք իմեջին։